Դպրոցում, որտեղ իշխանությունը լռեցնում է, ժառանգ տղան լուր տառապում է, անտեսված նույնիսկ նրանց կողմից, ովքեր պետք է պաշտպանեին նրան։ Սակայն համեստ մի աղջիկ, առաջնորդված պապից ժառանգած արժեքներով, կանգնում է փոխում անարդարության ընթացքը։ Նրա քայլը հնչում է այնքան հզոր, որ փոխում է դպրոցը, ընկերությունը մի հոր, որը կրկին գտնում է իր որդուն։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի մի մասն այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես սիրում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Երանի առավոտյան արը լույսի սայրերի պես կտրում էր Մաշտոցյան վարժարանի ապակիները, բացահայտելով փոշու յուրաքանչյուր հատիկ, որ ապարում էր մշտապես սառը օդորակիչի հոսանքում։ Ներկրված մեքենաներով ժամանող, անթերի համազգեստներով միջին աշխատավարձից ավելի արժեցող պայուսակներով աշակերտների համար դա ընդամենը սովորական հինգշաբթի էր։ Բայց 11-ամյա Գագիկ Հարությունյանի համար յուրաքանչյուր առավոտ լուռ մարտադաշտ էր, որտեղ նա պետք է գոյատեր մինչ օրվա վերջ։ Գագիկը մարմարե միջանցքներով քայլում էր ուրվականի պես։ Նրա մշտապես խնամքով սանրված շագանակագույն մազերը չէին կարողանում թաքցնել կորած հայացքը, այն մեղրագույն աչքերը, որոնք կարծես իրենց փոքրիկ ուսերից շատ ավելի մեծ աշխարհի ծանրությունն էին կրում։ Ձեռքերը, որ նուրբ էին, ինչպես իր հանգուցյալ մորինը, թեթակի դողում էին, երբ գրքերը սեղմում էր կրծքին։ Դա վախ չէր, ոչ այդքան։ Դա թեթ նյարդաբանական վիճակ էր, գրեթե աննկատ նրա համար, ով ուշադրություն չէր դարձնում, բայց որը չչան էր դառնում լարվածության պահերին կամ երբ դասընկերները որոշում էին նրա տարբերությունները դաժան զվարճանքի առիթ դարձնել։ Հարությունյան ազգանունը միլիարդների կշիռ ուներ։ Նրա հայրը, Հարություն Հարությունյանը, երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատերն էր, որը պատասխանատու էր Երանյան համայնապատկերը վերածող երկնաքերերի կառուցման համար։ Բայց այդ ողջ հարստությունը, այդ ողջ իշխանությունը կարծես գոլորշիանում էին, երբ Գագիկը դասամիջոցին պետք է դիմակայեր դասընկերների ծաղրական հայացքներին։ Փողը գնում էր ամեն ինչ, բացի երեխաների անկեղծ ընդունելությունից, ովքեր, նույնիսկ 11 տարեկանում, արդեն սովորել էին հայտնաբերել խոցելի կողմերը դրանք զենքի վերածել։ Այդ առավոտ, երբ Գագիկը շարժվում էր դեպի մաթեմատիկայի դասարան, նրա հայացքը մի պահ խաչվեց մի քանի մետր իրենից առաջ քայլող մի աղջկա աչքերի հետ։ Մանե Սարգսյանը նրա տարիքին էր, բայց բոլորովին այլ կեցվածք ուներ։ Նրա շարժումներում հնազանդություն չկար։ Նրա մազերը հավաքված էին պարզ պոչիկով, առանց այն թանկարժեք մազակալների, որոնցով պարծենում էին մյուս աղջիկները։ Համազգեստը, թե միշտ մաքուր խնամված, ուներ նրա նուրբ մաշվածությունը, ով այն կրում էր ամեն օր ավելի քան 1 տարի։ Մանեն Հարությունյանների առանձնատան տնտեսուհու, Ծիրանուշ Սարգսյանի դուստրն էր։ Ճակատագրի դաժան հեգնանքով այն աղջիկը, որը մաքրում էր այն տունը, որտեղ Գագիկը ամեն գիշեր միայնակ լաց էր լինում, նույնն էր, որ դպրոցում ականատես էր լինում նրա ամենօրյա նվաստացումներին։ Բայց ի տարբերություն նրա, Մանեն չէր խոնարհվում արամարական հայացքների առաջ։ Նրա կեցվածքում մի բան կար, որը հիշեցնում էր այն պատմությունները, որ մայրը պատմում էր իր նախապապի, սերժանտ Մանուկ Սարգսյանի մասին, հայրենական մեծ պատերազմի վետերան, որը ընտանիքին բերել էր պատվի արիության մի ժառանգություն, որը չէր կարելի գնել ոչ մի բրենդային խանութից։ Առաջին դասն անցավ ինչպես միշտ։ Գագիկը նստում էր երրորդ շարքում, փորձելով անտեսանելի դառնալ, մինչ ուսուցչուհին բացատրում էր հավասարումներ, որոնք նրա փայլուն միտքն առանց դժվարության կլանում էր։ Միշտ բարձր գնահատականներս մեկ պատճառ էին, որ դասընկերները նրան տեսնեին որպես տարբեր, տարօրինակ մեկին, ով չէր տեղավորվում այդ միջանցքներում գերիշխող հանրաճանաչության չափանիշներին։ Աստիճանաբար Գագիկը սովորել էր թաքցնել իր խելքը, ծածնել, թե այդքան հեշտությամբ չի հասկանում առարկաները, հուսահատ փորձ կատարելով էլ ավելի աչքի չընկնելու համար։ Դասամիջոցին, մինչ աշակերտների մեծ մասը հավաքվում էր բակում հստակ սահմանված խմբերով, Գագիկը սովորաբար ապաստանում էր գրադարանում։ Դա լուռ վայր էր, որտեղ նա կարող էր կորչել գրքերի մեջ ծածնել, թե չափազանց զբաղված է, որպեսզի իրեն անհանգստացնեն։ Բայց այդ օրը գրադարանավարուհին շուտ էր գնացել, դուռը փակ էր։ Նա կանգնած մնաց այնտեղ, նայելով դռան վրայի հայտարարությանը, զգալով կրծքավանդակում ծանոթ սեղմումը, որը նախորդում էր օրվա ամենադժվար պահերին։ Հենց այդ ժամանակ նա լսեց միջանցքով արձագանքող ծանոթ ձայնը։ Տեսեք, թե ով է այստեղ, տղերք։ Դողդողիկը մոլորվել է առանց իր գրադարանի։ Գագիկին պետք չէր նույնիսկ շրջվել, իմանալու համար, որ դա Ռուբեն Վարդանյանն էր, Երանյան ավանդական ընտանիքի զավակ, որի նահապետը վերահսկում էր երկրի խոշորագույն մասնավոր բանկերից մեկը։
Ռուբենը 12 տարեկան էր, բայց խոսում իրեն պահում էր այնպես, կարծես աշխարհի տերն ինքն էր։ Նրա մշտապես անթերի խարտյաշ մազերը ծաղրական ժպիտը այն պահերի նախերգանքն էին, որոնք Գագիկը կնախընտրեր մոռանալ։ Հանգիստ թող տղային, Ռուբեն։ Ձայնը եկավ անսպասելի ուղղությունից։ Գագիկը շրջվեց, տեսավ Մանեին, որը կանգնած էր մի քանի մետր հեռավորության վրա, դեմքին հանգիստ, բայց վճռական արտահայտությամբ։ Ռուբենը ծիծաղեց, մի ձայն, որն արձագանքեց դատարկ միջանցքներում։ Տեսեք, տղերք։ Սպասուհյակը ուզում է հերոսուհի խաղալ։ Նրա կողքին նրա երկու սովորական ուղեկիցները, Վարդանն ու Տիգրանը, նույնքան ազդեցիկ ընտանիքների զավակներ, ծիծաղեցին այնպես, կարծես դա ամենածիծաղելի կատակն էր, որ երբևէ լսել էին։ Մանեն անմիջապես չպատասխանեց։ Նրա մուգ աչքերը հարվեցին Ռուբենին այնպիսի լարվածությամբ, որը մի պահ ստիպեց նրա ժպիտին տատանվել։ Սպասուհյակ, կրկնեց նա դանդաղ։ Մայրս ազնվորեն աշխատում է մեր ընտանիքը պահելու համար։ Իսկ ո՞րն է քո արդարացումը, քեզ բոլորի տիրոջ պես պահելու համար։ Հաջորդած լռությունը լարված էր։ Գագիկը դիտում էր տեսարանը սիրտը թրթռալով, հիացած աղջկա քաջությամբ, բայց մինույն ժամանակ վախենալով, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Ռուբենը սովոր չէր, որ իրեն դիմադրեին, հատկապես մեկը, ում նա իր աղավաղված սոցիալական հիերարխիայում իրենից ցածր էր համարում։ Դու չգիտես, թե ում հետ ես խոսում, ասաց Ռուբենը, մի քայլ անելով դեպի Մանեն։ Հայրս կարող է մի հեռախոսազանգով ստիպել, որ մայրդ կորցնի իր աշխատանքը։ Իսկ իմ հայրը կարող է ստիպել, որ քո հայրը դրանից շատ ավելին կորցնի, օդը կտրեց մի խիստ ձայն։ Բոլորը շրջվեցին, տեսնելու ֆիզկուլտուրայի ուսուցչին, ընկեր Կարապետյանին, որը հայտնվել էր միջանցքում։ Ռուբեն, դու 2 րոպե ունես մարզադաշտ հասնելու, մինչ ես զանգեմ ձեր տուն։ Իսկ դու, նա հավանությամբ նայեց Մանեին, ապրես։ Քաջությունն այստեղ հազվագյուտ հատկություն է։ Ռուբենն ու իր ընկերները հեռացան, տրտնջալով, բայց Գագիկը տղայի աչքերում տեսավ, որ դա դեռ չէր ավարտվել։ Ռուբենն այն տեսակը չէր, որը մոռանում էր, երբ ինչ-որ մեկը մարտահրավեր էր նետում իրեն, հատկապես այլ դասընկերների ներկայությամբ։ Շնորհակալություն, շշնջաց Գագիկը Մանեին, երբ նրանք միայնակ մնացին միջանցքում։ Նա մի պահ նայեց նրան, Գագիկը նրա աչքերում մի բան տեսավ, որը չէր կարողանում լիովին բացահայտել։ Դա խղճահարություն չէր, ոչ էլ գերազանցության զգացում։ Դա ճանաչմանը մոտ մի բան էր, կարծես նա տեսնում էր նրա մեջ մի բան, որը մյուսները չէին կարողանում տեսնել։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա, պարզապես ասաց նա։ Յուրաքանչյուր ոք արժանի է հարգալից վերաբերմունքի։ Այդ բառերն արձագանքեցին Գագիկի մտքում մինչ առավոտվա վերջ։ Հարգանք։ Դա մի բառ էր, որը նա գրեթե մոռացել էր, որ իրեն էլ էր վերաբերում։ Տանը հայրը միշտ չափազանց զբաղված էր, իրեն իսկապես տեսնելու համար։ Դպրոցում նրան վերաբերվում էին որպես տարօրինակ հետաքրքրության կամ հեշտ թիրախի։ Բայց Մանեն խոսել էր հարգանքի մասին այնպես, կարծես դա բնական մի բան լիներ, հիմնարար իրավունք, որը կախված չէր ազգանունից, բանկային հաշվից կամ ձեռքերի դողի բացակայությունից։ Ճաշի ժամը մոտենում էր, Գագիկը զգում էր, որ ստամոքսը սեղմվում է անհանգստությունից։ Ճաշարանն օրվա ամենավատ պահն էր։ Կլոր սեղաններով մեծ սրահ, որտեղ սոցիալական խմբերը հստակորեն սահմանված էին։ Հանրաճանաչների սեղանները, մարզիկներինը, խելոքների, որոնք գոնե իրար ունեին։ Եվ հետո կար Գագիկը, որը սովորաբար նստում էր միայնակ հետի սեղաններից մեկի մոտ, փորձելով արագ ուտել, որպեսզի կարողանա դուրս գալ, մինչ ինչ-որ մեկը կորոշեր իր կերակուրը զվարճանքի վերածել։ Սիրանուշ Սարգսյանը, Մանեի մայրը, այդ պահին Հարությունյանների առանձնատանն էր, 15 կիլոմետր հեռավորության վրա, պատրաստելով այն ճաշը, որը պարոն Հարությունյանը ոչ միշտ էր գալիս ուտելու։ Նա չգիտեր, որ իր դուստրը պատրաստվում էր մի որոշում կայացնել, որը կփոխեր ոչ միայն իր սեփական կյանքը, այլ այն ընտանիքի կյանքը, որի համար նա աշխատում էր ավելի քան 5 տարի։ Սիրանուշը 42 տարեկան կին էր, սմազերով, որոնք սկսում էին որոշ ջերմակ թելեր ցույց տալ, աշխատանքից կոշտացած ձեռքերով։ Նա Մանեին միայնակ էր մեծացրել այն պահից, երբ ամուսինը մահացել էր աշխատանքային դժբախտ պատահարից, երբ աղջիկը ընդամենը 6 տարեկան էր։ Հարությունյանների առանձնատան աշխատանքը քողարկված օրհնություն էր եղել։ Աշխատավարձը լավն էր, տունը մեծ, բայց դատարկ, պարոն Հարությունյանը, չնայած հեռու սառը լինելուն, միշտ նրան դստերը քաղաքավարությամբ էր վերաբերվել։ Բայց Սիրանուշը տարիների ընթացքում նկատել էր, որ Գագիկ տղան գնալով ավելի ու ավելի էր փակվում իր մեջ։
Տեսնում էր, երբ նա դպրոցից գալիս էր կարմրած աչքերով, երբ ժամերով փակվում էր իր սենյակում, երբ մենակ խոսում էր իր գրասեղանը զարդարող մոր դիմանկարի առաջ։ Երբեմն փորձում էր խոսել նրա հետ, հատուկ խորտիկ առաջարկել կամ հարցնել դասերի մասին, բայց Գագիկը միշտ քաղաքավարի պատասխանում էր, որ ամեն ինչ լավ է, այն տխուր ժպիտով, որը կկոտրեր ցանկացած մարդու սիրտ, ով ուշադրություն կդարձներ։ Այն, ինչ Սիրանուշը չէր էլ պատկերացնում, այն էր, որ հենց այդ պահին, Մաշտոցյան վարժարանի ճաշարանում, իր դուստր Մանեն հետում էր, թե ինչպես է Գագիկը նստում միայնակ իր սովորական սեղանի մոտ, մի սենդվիչով, որը հազիվ էր կարողանում պահել ձեռքերի դողի պատճառով։ Աղջիկը տեսավ, թե ինչպես Ռուբենը վեր կացավ իր սեղանից, Վարդանի Տիգրանի ուղեկցությամբ, սկսեց քայլել դեպի ճաշարանի հետի մասը այն ժպիտով, որը ոչ մի լավ բան չէր խոստանում։ Մանեն զգաց, թե ինչպես մի բան շարժվեց իր կրծքի մեջ։ Դա նույն զգացողությունն էր, որը մայրը նկարագրում էր, երբ պատմում էր նախապապ Մանուկի պատմությունները, ով դիմակայել էր դպրոցական ճաշարանից շատ ավելի վտանգավոր իրավիճակների, բայց միշտ նույն համոզմունքով, որ որոշ մարդեր պարզապես պետք է մղվեն, անկախ հետանքներից։ Գագիկ, Գագիկ, կանչեց Ռուբենը, այնքան բարձր, որ մյուս սեղաններն էլ լսեին։ Նորից ես դողում։ Վախն է, թե քո այն տարօրինակ հիվանդությունը։ Գագիկը գլուխը կախեց, փորձելով էլ ավելի փոքրանալ։ Ձեռքերն ավելի ուժեղ դողացին, ինչի հետանքով սենդվիչը գցեց հատակին։ Ճաշարանը, որը մի քանի վայրկյան առաջ լի էր աշխույժ խոսակցություններով, սկսեց լռել։ Կարծես բոլորը գիտեին, որ ինչ-որ բան է պատրաստվում տեղի ունենալ, ոչ ոք չէր ուզում բաց թողնել ներկայացումը։ Վերցրու ուտելիքդ հատակից, դողդողիկ, ասաց Վարդանը, թեթակի հրելով Գագիկի ուսը։ Թե քո սպասուհյակը պետք է քո թափածն էլ մաքրի։ Հենց որ մորը վերաբերող ակնարկն արվեց, օդում ինչ-որ բան փոխվեց։ Մանեն, որը մինչ այդ ամեն ինչին հետում էր աճող վրդովմունքով, զգաց, որ մի սահման հատվեց։ Դանդաղ, նա վեր կացավ իր սեղանից։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ րոպեներին, բոլոր ներկաների կողմից կհիշվեր որպես այն պահը, երբ այդ դպրոցի իշխանության կառուցվածքը սկսեց փլուզվել։ Եվ ամեն ինչ սկսվեց 11-ամյա մի աղջկանից, որը որոշեց, որ որոշ բաներ պարզապես չի կարելի հանդուրժել, անկախ նրանից, թե ինչ գին պետք է վճարել։ Մանեն քայլեց ճաշարանի միջով ուղիղ կեցվածքով, որը մայրը միշտ սովորեցրել էր նրան պահպանել։ Յուրաքանչյուր քայլը չափված էր, կշռադատված, իր հետ կրելով այն բոլոր քաջության պատմությունների ծանրությունը, որոնք լսել էր իր ողջ կյանքի ընթացքում։ Նախապապ Մանուկը դիմակայել էր 3 երես առած տղաներից շատ ավելի վտանգավոր թշնամիների մասնավոր դպրոցում, բայց դասը նույնն էր։ Երբ անարդարությունը տեղի է ունենում քո աչքի առաջ, դու երկու ընտրություն ունես։ Կարող ես մյուս կողմ նայել, կամ կարող ես որոշել ինչ-որ բան անել այդ մասին։ Եվ Մանե Սարգսյանն արդեն որոշել էր։ Մաշտոցյան վարժարանի ճաշարանը երբեք այսքան խիտ լռության ականատես չէր եղել։ Կարծես ներկա բոլոր 50 աշակերտները բնազդաբար գիտեին, որ պատրաստվում են ականատես լինել մի բանի, որը ընդմիշտ կնշանավորվի։ Մանեն շարունակում էր քայլել սեղանների միջով, նրա քայլերն արձագանքում էին փայլեցված մարմարե հատակին, մինչ կանգ առավ այնտեղից 2 մետրից պակաս հեռավորության վրա, որտեղ Գագիկը կռացած մնացել էր իր սենդվիչի մնացորդների վրա։ Ռուբեն, ասաց նա, նրա ձայնը սուր սայրի պես կտրեց օդը։ Տոնի մեջ զայրույթ չկար, հուսահատություն չկար։ Կար միայն մի վճռականություն, որը ստիպեց շիկահեր տղային դադարեցնել ծիծաղելը, անհավատությամբ նայել նրան։ Նորից դու, Ռուբենը աչքերը տնկեց, բայց Մանեն կարողացավ նկատել, որ նա այժմ ավելի քիչ վստահ էր, շրջապատված վկաներով հեռու ուսուցիչների պաշտպանությունից։ Միջանցքում դաս չսովորեցիր։ Վերադարձի սեղանիդ մոտ, մինչ ավելի մեծ փորձանքի մեջ չես ընկել։ Մանեն հանգիստ կռացավ սկսեց հավաքել Գագիկի իրերը հատակից։ Կապույտ գրչատուփն իր կոկիկ դասավորված գրիչներով, մաթեմատիկայի տետրը, ճմրթված էջերով, որտեղ նա փորձել էր թաքցնել ձեռքի դողը գրելիս, սենդվիչը, որն այժմ փշրված էր։ Նրա յուրաքանչյուր շարժումը կշռադատված էր, հարգալից, կարծես թանկարժեք իրերի հետ գործ ունենար։ Ինչ ես անում, հարցրեց Տիգրանը, մի քայլ առաջ անելով։ Թող ինքը հավաքի իր իրերը։ Պետք է սովորի այդքան անշնորհք չլինել։ Նա անշնորհք չէ, պատասխանեց Մանեն, վեր կենալով Գագիկի իրերը ձեռքին։ Նա բժշկական վիճակ ունի։ Եվ նույնիսկ եթե չունենար, ոչ ոք արժանի չէ այսպիսի վերաբերմունքի։ Վարդանը բարձր ծիծաղեց, մի ստիպողական ձայն, որը մատնում էր խմբի աճող նյարդայնությունը։ Բժշկական վիճակ։ Հիմա դա
Են Նազանք անվանում։ Հենց այդ ժամանակ Գագիկն արեց մի բան, որը զարմացրեց բոլորին, այդ թվում ինքն իրեն։ Նա գլուխը բարձրացրեց։ Ուղիղ նայեց Վարդանին։ Դա Նազանք չէ, ասաց նա դողացող, բայց պարզ ձայնով։ Ես այսպես եմ ծնվել։ Եվ դա ձեզ իրավունք չի տալիս ինձ վերաբերվել այնպես, կարծես ես ձեզանից պակաս եմ։ Ճաշարանն էլ ավելի լռեց։ Այդ դպրոցում սովորելու 3 տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը լսում էր, թե ինչպես է Գագիկն իրեն պաշտպանում։ Ռուբենը զգաց, որ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը, որոշեց սրել հակամարտությունը։ Ահա, հիմա դողդողիկն ու սպասուհյակը որոշել են զույգ կազմել, նա այս անգամ ավելի ուժեղ հրեց Գագիկի ուսը։ Ինչ սիրուն է։ Երկու անհաջողակ միավորվել են։ Հենց որ Ռուբենը նորից հրեց Գագիկին, ստիպելով նրան սայթաքել գրեթե ընկնել, Մանեն որոշեց գործել։ Բայց նա չգործեց որպես զայրույթից բռնկված 11-ամյա երեխա։ Նա գործեց որպես մեկը, ով տարիներ շարունակ լսել էր կարգապահության, ինքնատիրապետման ավելորդ ուժ երբեք չկիրառելու կարողության մասին։ Մի սահուն շարժումով, որը կարծես փորձված լիներ, բայց սուտ բնազդ էր, Մանեն կանգնեց Ռուբենի Գագիկի մեջ։ Երբ Ռուբենը փորձեց նրան մի կողմ հրել, նա պարզապես մարմինը շեղեց, ինչի հետանքով նա կորցրեց հավասարակշռությունը, սայթաքեց իր իսկ անվերահսկելի ուժի պատճառով։ Տիգրանը, փորձելով օգնել ընկերոջը, ի վերջո խճճվեց Ռուբենի ոտքերի մեջ, երկուսն էլ ընկան հատակին այնպես, որ կլիներ զավեշտալի, եթե այդքան չբացահայտեր նրանց իրական բնույթը։ Դու ինձ հրեցիր, գոռաց Ռուբենը, վեր կենալով կեղտոտ համազգեստով վիրավորված հպարտությամբ։ Ես տնօրենին կասեմ, որ դու կռիվ ես սկսել։ Ես ոչ ոքի չեմ հրել, հանգիստ ասաց Մանեն։ Ես պարզապես ճանապարհից չհեռացա, երբ դու փորձեցիր ինձ հրել։ Բայց ճշմարտության այն վարկածի միջ տարբերությունը, որը Ռուբենը կպատմեր, մեծ նշանակություն չէր ունենա, եթե չլիներ մի վճռորոշ մանրամասն։ Կարինե Պետրոսյանը, 8-րդ դասարանի մի աշակերտուհի, որը Գագիկի ընտանիքի հետ ազգակցական կապ չուներ, չնայած ազգանվանը, մի քանի րոպե առաջ էր հասել ճաշարան, ականատես էր եղել ամբողջ տեսարանին։ Ավելի կարևորը, նա ամեն ինչ նկարահանել էր հեռախոսով։ Կարինեն ոչ Գագիկի ընկերն էր, ոչ էլ Ռուբենի թշնամին։ Նա պարզապես 14-ամյա դեռահաս էր, որը իր սեփական բուլինգի փորձառությունների միջոցով սովորել էր փաստագրել անարդար իրավիճակները, երբ տեսնում էր դրանք։ Նա գիտեր, որ մի աշխարհում, որտեղ ոմանց խոսքն ավելի շատ արժեր, քան մյուսներինը, երբեմն միակ պաշտպանությունը իրականում տեղի ունեցածի անհերքելի ապացույցներ ունենալն էր։ Մինչ Ռուբենը շարունակում էր գոռալ, թե ինչպես են իրեն հարձակվել, Մանեն պահպանում էր իր հանգիստ կեցվածքը, օգնելով Գագիկին վեր կենալ, Կարինեն արդեն ուղարկում էր տեսանյութը WhatsApp-ի մի խմբի, որտեղ ընդգրկված էին տարբեր դասարանների բազմաթիվ աշակերտներ։ Մի քանի րոպեի ընթացքում գրեթե ողջ դպրոցը հասանելիություն կունենար այն կադրերին, որոնք հստակ ցույց էին տալիս, թե ով էր ագրեսորը, ով էր պարզապես պաշտպանվում։ Բայց տեսանյութը չէր սահմանափակվի միայն աշակերտներով։ Մաշտոցյան վարժարանը խիստ վերահսկողության համակարգ ուներ, ճաշարանում ցանկացած բախում ավտոմատ կերպով գործի էր դնում անվտանգության արձանագրություն։ Մի քանի րոպեի ընթացքում տնօրեն Իզաբելլա Գրիգորյանը դիտում էր դպրոցի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները, իսկ փոխտնօրեն Անտոն Մելիքյանը ճանապարհին էր դեպի ճաշարան։ Մինույն ժամանակ 15 կիլոմետր հեռավորության վրա, քաղաքի կենտրոնում գտնվող մի երկնաքերի վերջին հարկում, Հարություն Հարությունյանն իր խորհրդակցությունների սենյակում դիմակայում էր իր կարիերայի կարևորագույն բանակցություններից մեկին։ Փայլեցված կարմրափայտի սեղանը շրջապատված էր իրավաբաններով, խորհրդատուներով, ճապոնական գործարար խմբի ներկայացուցիչներով, որոնք հետաքրքրված էին 2 միլիարդ դրամ գնահատվող արտրային համալիրի կառուցման համատեղ նախագծով։ Հարությունն իր 45 տարեկանում ուներ մի մարդու տեսք, որն ամբողջ կյանքը նվիրել էր աշխատանքին։ Անթերի սանրված ճերմակած մազեր, իտալական կոստյում, պատվերով կարված մի ներկայություն, որն անմիջապես հարգանք էր ներշնչում։ Նրա մեծ վստահ ձեռքերը հակադրվում էին իր որդու նուրբ ձեռքերին, բայց նույն լարվածությունն էին կրում իրեն շարժումներում, երբ նա խոսում էր ճարտարապետական նախագծերի կամ շուկայական ռազմավարությունների մասին։ Բանակցությունների ընդմիջման ժամանակ Հարությունի հեռախոսը զուսպ թրթռաց։ Դա ավտոմատ հաղորդագրություն էր Մաշտոցյան վարժարանի անվտանգության համակարգից։ Զգուշացում, միջադեպ ձեր որդու Գագիկ Հարությունյանի մասնակցությամբ։ Խնդրում ենք անհապաղ կապ հաստատել։ Հարությունը զգաց, որ ստամոքսը սեղմվեց։ Գագիկը միշտ հանգիստ երեխա էր եղել, երբեք փորձանքի մեջ չէր ընկնում։
3 տարի առաջ իր կնոջ Նարինեի մահից հետո տղան էլ ավելի ինքնամփոփ էր դարձել։ Հարությունը գիտեր, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձներ, պետք է ավելի ներկա լիներ, բայց աշխատանքը միշտ հրատապ էր թվում, միշտ պահանջում էր իր ողջ ուշադրությունը։ Ներողություն, ասաց նա ներկաներին, վեր կենալով սեղանից։ Պետք է մի հրատապ զանգի պատասխանեմ։ Երբ զանգեց դպրոց, նրան պատասխանեց քարտուղարուհին, որն անմիջապես նրան փոխանցեց փոխտնօրենին։ Պարոն Հարությունյան, ասաց Անտոն Մելիքյանը մի ձայնով, որը փորձում էր պաշտոնական զուսպ հնչել, ճաշարանում միջադեպ է տեղի ունեցել ձեր որդու մի քանի դասընկերների մասնակցությամբ։ Ոչ մի լուրջ բան, բայց մենք կցանկանայինք, որ դուք գաք այստեղ տեղի ունեցածի մասին խոսելու։ Որդիս վնասվել է, հարցը դուրս եկավ ավելի կոպիտ, քան Հարությունը մտադրվել էր։ Ոչ, պարոն։ Գագիկը ֆիզիկապես լավ է։ Բայց եղել է մի բախում, մենք պետք է պարզենք փաստերը, նախքան որևէ միջոց ձեռնարկելը։ Հարությունը նայեց իր սենյակի ապակե պատից այն կողմ, սեղանին, որտեղ հզոր մարդիկ սպասում էին իր վերադարձին, մի գործարք փակելու համար, որը տարիների աշխատանքի արդյունք էր։ Հետո նորից նայեց հեռախոսին։ Ես գալիս եմ, ասաց նա անջատեց, առանց պատասխանի սպասելու։ Երբ վերադարձավ խորհրդակցությունների սենյակ, Հարությունը զարմացրեց բոլորին։ Պարոն Այք, հայտարարեց նա մի իշխանությամբ, որը հարցականի տակ չէր դրվում, մենք պետք է հետաձգենք այս հանդիպումը։ Ընտանեկան մի հարց է ծագել, որն իմ անհապաղ ուշադրությունն է պահանջում։ Հաջորդած լռությունը խոսուն էր։ 2 միլիարդի բանակցությունը ընտանեկան հարցի համար հետաձգելը գործարար աշխարհում գրեթե աներակայելի բան էր։ Բայց Հարությունն արդեն հավաքում էր իր փաստաթղթերը։ Իմ օգնականները կկապվեն ձեզ հետ, նոր ժամադրություն նշանակելու համար, ասաց նա, ուղիղ չնայելով ներկաներից որևէ մեկին։ Եվ դուրս եկավ սենյակից, իր հետից թողնելով տարակուսած հայացքներ մի գործարար հնարավորություն, որը գուցե երբեք այլս չկրկնվեր։ Դպրոց հասնելու 20 րոպեի ընթացքում, իր բեմոն վարելով Երանի խցանված փողոցներով, Հարությունը փորձում էր մտովի պատրաստվել նրան, ինչ կարող էր տեղի ունեցած լինել։ Գագիկին վախեցրել են։ Հնարավոր է։ Գագիկը կռվի մեջ է ընկել։ Անհավանական, բայց ոչ անհնար։ Այն, ինչ նա չէր սպասում, իր որդուն գտնելն։ Էր քարտուղարության աթոռին նստած, տեսանելիորեն ցնցված, մի աղջկա կողքին, որին նա անմիջապես ճանաչեց։ Մանե Սարգսյանը նստած էր ուղիղ, ձեռքերը ծալած ծնկներին, շատ ավելի հանգիստ տեսք ունենալով, քան սովորական կլիներ 11-ամյա երեխայի համար, որը դպրոցական հակամարտության մեջ էր ներգրավվել։ Երբ տեսավ, որ Հարությունը մտնում է քարտուղարություն, նա քաղաքավարի կերպով վեր կացավ։ Բարի օր, պարոն Հարությունյան, ասաց նա նույն քաղաքավարությամբ, որը ցուցաբերում էր տանը, երբ նա աշխատանքից էր գալիս։ Գագիկը հայացքը բարձրացրեց դեպի հայրը, Հարությունը զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Տղայի դեմքին չորացած արցունքներ կային, աչքերի շուրջ կարմրություն, որը ցույց էր տալիս, որ նա լաց է եղել, էլի մի բան։ Մի բան, որը Հարությունից մի պահ պահանջվեց լիովին բացահայտելու համար, բայց որը կայծակի պես հարվածեց նրան, երբ ճանաչեց։ Դա ամոթն էր։ Իր որդին ամաչում էր։ Ոչ թե իրավիճակից, ոչ թե տեղի ունեցածից, այլ ամաչում էր, որ հայրն իրեն տեսնում էր այդ վիճակում, այն խոցելիության մեջ, որը նա այդքան երկար փորձում էր թաքցնել։ Գագիկ, ասաց Հարությունը, ծնկի իջնելով աթոռի դիմաց, որպեսզի որդու աչքերի մակարդակին լինի։ Լավ ես։ Քեզ վնասել են։ Ոչ, հայրիկ, ցածրաձայն պատասխանեց Գագիկը։ Մանեն ինձ օգնեց։ Հարությունը նայեց Մանեին մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Դա այն մարդու հեռավոր հայացքը չէր, որն ամեն օր քաղաքավարի բարում էր իր մորը։ Դա մի հոր հայացքն էր, որը հենց նոր էր գիտակցել, որ իր որդու կյանքի մասին հիմնարար մի բան էր կորցրել։ Պարոն Հարությունյան, փոխտնօրենի ձայնն ընդհատեց պահը։ Կարող ենք խոսել իմ սենյակում։ Փոխտնօրենի սենյակը փոքր էր պաշտոնական, զարդարված դիպլոմներով ավարտական լուսանկարներով, որոնք վկայում էին կրթական տասնամյակների ավանդույթի մասին։ Անտոն Մելիքյանը 50 անց ջաղատ մարդ էր, կոշտ կեցվածքով մեկը, ով ողջ կյանքն անցկացրել էր ակադեմիական միջավայրերում։ Նրա կողքին էր Մավրիկ Վարդանյանը, Ռուբենի հայրը, բարձրահասակ տպավորիչ մի մարդ, որը ճառագում էր այնպիսի իշխանություն, որը գալիս է սերունդների արտոնություններից ուժից։ Պարոն Հարությունյան, սկսեց փոխտնօրենը, այսօր ճաշարանում միջադեպ է տեղի ունեցել։ Ձեր որդին ձեր աշխատակցի դուստրը բախման մեջ են մտել մի քանի դասընկերների հետ։
Բախում, դանդաղ կրկնեց Հարությունը բառը։ Ինչ տեսակի բախում։ Մավրիկն առաջ անցավ։ Իմ որդի Ռուբենին հարձակվել է աղջիկը։ Նա պարզապես խաղում էր դասընկերների հետ, երբ աղջիկը առանց որևէ պատճառի հարձակվել է նրա վրա։ Հարությունը նայեց Մանեին, որը հանգիստ էր մնում, չնայած մեղադրանքին։ Ճիշտ է։ Ոչ, պարոն, պարզ պատասխանեց նա։ Ռուբենն ու իր ընկերները վախեցնում էին Գագիկին։ Ես պարզապես կանգնեցի նրանց միջ, երբ Ռուբենը փորձեց նորից հրել Գագիկին։ Ես ոչ ոքի չեմ հարվածել։ Իմ աշխատողի խոսքը իմ որդու դեմ, արամարանքով ծիծաղեց Մավրիկը։ Պարոն Մելիքյան, կարծում եմ իրավիճակը բավականին պարզ է։ Աղջիկը պետք է անմիջապես հեռացվի, ես առաջարկում եմ, որ պարոն Հարությունյանը վերանայի, թե ինչպիսի ազդեցություն է թույլ տալիս իր տանը։ Հենց այդ ժամանակ Գագիկը գտավ մի քաջություն, որը նույնիսկ չգիտեր, որ ուներ։ Նա ստում է, ասաց նա, վեր կենալով աթոռից։ Ռուբենն ինձ առաջինը հրեց։ Մանեն միայն փորձեց ինձ օգնել։ Մավրիկը Գագիկին նայեց այնպիսի արամարանքով, որը պահում էր այն մարդկանց համար, ում աննշան էր համարում։ Տղաս, դու ակնհայտորեն շփոթված ես իրավիճակի տրավմայից։ Բնական է, որ փաստերի քո ընկալումը խեղաթյուրված է։ Նա շփոթված չէ, ասաց Հարությունը, նրա ձայնի մեջ մի բան կար, որը ստիպեց սենյակում բոլորին ուշադրություն դարձնել։ Իմ որդին ստախոս չէ։ Պարոն Հարությունյան, միջամտեց փոխտնօրենը, հասկանում եմ, որ դժվար է ընդունել, բայց մենք պետք է հաշվի առնենք այն հնարավորությունը, որ աղջիկը ձեր որդուն ազդել է։ Ինչի Հարությունի հարցը սայրի պես կտրեց օդը։ Պաշտպանել ճշմարտությունը։ Խոսելու քաջություն ունենալ, երբ իրեն վախեցնում են։ Հենց այդ պահին դուռը բացվեց, տնօրեն Իզաբելլա Գրիգորյանը մտավ սենյակ, ձեռքին պլանշետ։ Պարոնայք, ասաց նա, կարծում եմ հետաքրքիր կլիներ դիտել այն տեսանյութը, որը մի աշակերտուհի նկարահանել է միջադեպից։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Մավրիկն անմիջապես կորցրեց իր վստահ արտահայտությունը, իսկ փոխտնօրենը չոր կուլ տվեց։ Տեսանյութ, հարցրեց Հարությունը։ Կարինե Պետրոսյանը 8-րդ դասարանից նկարահանել է իրադարձությունների ողջ հաջորդականությունը, բացատրեց տնօրենը պլանշետը դնելով սեղանին։ Կադրերը բավականին պարզաբանող են։ Հաջորդ 3 րոպեների ընթացքում սենյակը լուր դիտում էր ձայնագրությունը, որը հստակ ցույց էր տալիս, թե ինչպես է Ռուբենը վախեցնում Գագիկին, Մանեն միջամտում է խոսքերով, Ռուբենը սրում է ագրեսիան, վերջապես այն հաջորդականությունը, որտեղ նա փորձում է հրել Գագիկին, Մանեին, ինչի արդյունքում ինքն է ընկնում անհավասարակշռության ինքնատիրապետման բացակայության պատճառով։ Երբ տեսանյութն ավարտվեց, Հարությունը դանդաղ շրջվեց դեպի Մավրիկը։ Ձեր որդին, ասաց նա մի ձայնով, որը կրում էր իր զսպված վրդովմունքի ողջ ծանրությունը, վախեցնում էր բժշկական վիճակ ունեցող երեխայի։ Եվ դուք եկել եք այստեղ մեղադրելու միակ մարդուն, որը քաջություն է ունեցել նրան պաշտպանելու։ Մավրիկը փորձեց վերականգնել ինքնատիրապետումը։ Պարոն Հարությունյան, անշուշտ մենք կարող ենք համաձայնության գալ։ Մեր որդիները տարիներ շարունակ նույն դպրոցն են հաճախում։ Ոչ, ընդհատեց նրան Հարությունը։ Այստեղ հնարավոր համաձայնություն չկա։ Ձեր որդին ագրեսոր է։ Եվ դուք, ըստ երույթին, այնտեղ եք, որտեղից նա սովորել է այդպիսին լինել։ Հաջորդած դիմակայությունը լարված էր, բայց վերահսկելի։ Հարությունը, որ սովոր էր միլիարդավոր գործարքների գործարար բախումների, քանդեց Մավրիկի յուրաքանչյուր փորձը նվազեցնելու իր որդու վարքը։ Նա պահանջեց, որ Ռուբենը հեռացվի, որ լինեն իրական հետանքներ, որ դպրոցը միջոցներ ձեռնարկի, բոլոր աշակերտներին բուլինգից պաշտպանելու համար։ Ավելի կարևորը, նա շրջվեց դեպի Մանեն։ Դու այսօր փրկեցիր իմ որդուն, ասաց նա, նրա ձայնի մեջ մի անկեղծ հուզմունք կար, որը նա երբեք չէր տեսել։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ դրանից ավելի կարևոր մի բան։ Ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էր, պարոն Հարությունյան, պարզ պատասխանեց նա։ Այո, ասաց Հարությունը, տարիների ընթացքում առաջին անգամ ժպտաց մի անկեղծ ժպիտով։ Հենց դա։ Դու արեցիր այն, ինչ ճիշտ էր։ Երբ այդ երեկոյան նրանք դուրս եկան դպրոցից, Գագիկը քայլում էր հոր կողքին այլ կերպ։ Դեռ շատ բան կար խոսելու, շատ բան կար վերականգնելու նրանց միջ կուտակված տարիների հեռավորության մեջ։ Բայց մոր մահից հետո առաջին անգամ Գագիկն իրեն զգաց տեսանելի, պաշտպանված, գնահատված։ Եվ Մանեն, դիտելով, թե ինչպես են հայր ու որդի խոսում, մինչ սպասում էին Հարությունի վարորդի ժամանմանը, իմացավ, որ այդ օրը ինչ-որ բան վերջնականապես փոխվել էր։
Ոչ միայն Գագիկի կյանքում, այլ այդ ողջ դպրոցի դինամիկայում, գուցե։ Նույնիսկ մի հզոր մարդու կյանքում, որը հենց նոր էր վերագտել այն, ինչն իսկապես կարևոր էր։ Մանեի քաջարի պաշտպանության տեսանյութն արդեն շրջանառվում էր աշակերտների շրջանում։ Եվ մինչ Ռուբենը դիմակայում էր հեռացմանը իր իրական բնույթի բացահայտման ամոթին, Մաշտոցյան վարժարանի միջանցքներում սկսում էր ձևավորվել մի նոր պատմություն։ Մի պատմություն, որտեղ քաջությունն ավելի կարևոր էր, քան ազգանունը, որտեղ բնավորությունն ավելի արժեքավոր էր, քան բանկային հաշիվը, որտեղ 11-ամյա մի աղջիկ ապացուցել էր, որ երբեմն ամենաանսպասելի մարդիկ են նրանք, ովքեր փոխում են մեր շուրջը գտնվող աշխարհը։ Ճաշարանում տեղի ունեցած միջադեպին հաջորդող օրերը գրեթե աննկատ, բայց խորը փոփոխություն բերեցին Մաշտոցյան վարժարանի մթնոլորտում։ Կարծես ինչ-որ մեկը թեթակի կարգավորել էր ռադիոյի հաճախականությունը, հանկարծ այն ձայները, որոնք նախկինում խլացված էին, սկսեցին ավելի պարզ լսվել։ Ռուբեն Վարդանյանը հեռացումից հետո դպրոց չէր վերադարձել, նրա բացակայությունը ստեղծել էր իշխանության մի վակուում, որը ոչ ոք կարծես չէր շտապում լրացնել։ Հաջորդ երկուշաբթի Գագիկը միջանցքներով քայլում էր ազատության տարօրինակ զգացումով։ Ձեռքերը դեռ դողում էին, միշտ էլ կդողային, բայց հիմա նա գրքերը կրում էր այլ կերպ։ Ոչ թե կրծքին սեղմած որպես պաշտպանիչ Վահան, այլ նորմալ մարմնի կողքին, ինչպես ցանկացած այլ աշակերտ։ Դա փոքր, գրեթե աննկատ ժեստ էր, բայց որը ներկայացնում էր աշխարհի հանդեպ նրա կեցվածքի հսկայական վերափոխումը։ Մանեն պատմության դասին նրա կողքի նստարանին էր նստած, մի փոփոխություն, որը բնականաբար տեղի էր ունեցել, երբ ուսուցչուհին վերադասավորել էր տեղերը դպրոցական արձակուրդներից հետո։ Դրանում արտասովոր ոչինչ չկար, բացի այն փաստից, որ 3 տարվա մեջ առաջին անգամ Գագիկը մենակ չէր նստում։ Արդյունաբերական հեղափոխությունը խորը փոփոխություններ բերեց 19-րդ դարի եվրոպական հասարակության համար, բացատրում էր ուսուցչուհի Մարինե Պողոսյանը, միջին տարիքի մի կին, ճերմակած մազերով դասավանդելու անկեղծ կրքով, որն արտացոլվում էր յուրաքանչյուր բառում։ Բայց ամենանշանակալի փոփոխությունները տեղի չունեցան միայն գործարաններում կամ քաղաքներում։ Դրանք տեղի ունեցան այն ձի մեջ, թե ինչպես մարդիկ սկսեցին տեսնել իրենց միմյանց։ Գագիկը խնամքով նշումներ էր անում, փորձելով վերահսկել դողը, որպեսզի գրածը ընթեռնելի լինի։ Որոշ տողեր դուրս էին գալիս դողդոջուն, մյուսները ավելի ամուր, բայց նա չդադարեցրեց գրելը, չփորձեց թաքցնել տետրը, ինչպես անում էր նախկինում։ Մանեն, նկատելով նրա կենտրոնացումը, երբեմն շշնջում էր մի բառ, երբ տեսնում էր, որ նա չի հասցրել գրել բացատրության որևէ մաս։ Ամենաերկարած սոցիալական փոփոխությունները, շարունակեց ուսուցչուհին, հազվադեպ են գալիս հրամանագրերից կամ օրենքներից։ Դրանք գալիս են սովորական մարդկանցից, ովքեր որոշում են գործել այլ կերպ, քան միշտ արել են։ Մի բանվոր, որը հրաժարվում է ընդունել անարժանապատիվ պայմաններ։ Մի կին, որը կրթություն է պահանջում իր դուստրերի համար։ Մի երեխա, որը որոշում է պաշտպանել դասընկերոջը։ Վերջին բառերը կարծես ուղղակիորեն արձագանքեցին երկու աշակերտների համար։ Մանեն Գագիկը արագ հայացք փոխանակեցին, փոխադարձ ճանաչման այն պահերից մեկը, որոնք նշանավորում են իսկական ընկերության սկիզբը։ Դասամիջոցին աննախադեպ մի բան տեղի ունեցավ։ Գրադարան գնալու կամ ինչ-որ մեկուսի անկյունում թաքնվելու փոխարեն, Գագիկն ուղեկցեց Մանեին դեպի բակ։ Նա նստեց մի ծառի տակ, որտեղ սովորաբար նստում էր երկու այլ դասընկերների, Նարէ Հովհաննիսյանի Դավիթ Պետրոսյանի հետ, որոնք նույնպես դպրոցի աշխատակիցների կամ միջին դասի ընտանիքների զավակներ էին։ Գագիկ, ասաց Նարէ Հովհաննիսյանը անկեղծ ժպիտով, ինչպես ես այդքան լավ հասկանում մաթեմատիկան։ Ես տեսա քո ստուգողականը ուսուցչուհու սեղանին, երբ նա ստուգում էր։ Դու ամեն ինչ ճիշտ էիր արել։ Տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը խոսում էր նրա գնահատականների մասին որպես դրական բան, ոչ թե ծաղրի առիթ։ Գագիկը զգաց, որ դեմքը տաքացավ, բայց ոչ ամոթից։ Դա հպարտություն էր, մի զգացում, որը նա գրեթե մոռացել էր, որ կարող էր զգալ։ Ես սիրում եմ թվեր, պարզապես ասաց նա։ Դրանք իմաստ ունեն։ Միշտ տրամաբանություն ունեն։ Ի տարբերություն մարդկանց, մեկնաբանեց Դավիթ Պետրոսյանը հեգնական ժպիտով, որը չարություն չուներ։ Մարդիկ երբեմն ոչ մի իմաստ չունեն։ Երբեմն ունեն, ասաց Մանեն, ուղիղ նայելով Գագիկին։ Երբեմն մարդիկ անում են հենց այն, ինչ դու կսպասեիր, որ անեին։ Եթե ուշադրություն դարձնես նրանց բնավորությանը, ոչ թե արտաքինին։ Զրույցը շարունակվեց բնական կերպով, հոսելով դպրոցական թեմաների, հանգստյան օրերի պլանների, կարդացվող գրքերի միջ։
Գագիկը բացահայտեց, որ իրեն դուր է գալիս լսել ուրիշների կարծիքները, ավելի զարմանալիորեն, որ նրանք կարծես հետաքրքրված էին լսելու իր կարծիքները։ Դա ակնթարթային հրաշք չէր, ոչ էլ անձի կախարդական վերափոխում։ Դա պարզապես այն էր, ինչ տեղի է ունենում, երբ ինչ-որ մեկը թույլ է տալիս իրեն տեսանելի ընդունված լինել այնպիսին, ինչպիսին իսկապես կա։ Մինույն ժամանակ Վահագնի թաղամասում գտնվող Հարությունյանների առանձնատանը Հարությունն իր սեփական փոփոխություններն էր ապրում։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա տուն էր հասել երեկոյան 7-ից շուտ։ Սիրանուշը խոհանոցում ընթրիք էր պատրաստում, երբ լսեց գլխավոր դռան բանալու ձայնը։ «Բարի երեկո, պարոն Հարությունյան», ողջունեց նա, ձեռքերը չորացնելով գոգնոցով։ «Ընթրիքը պատրաստ կլինի մոտ 20 րոպեից»։ «Սիրանուշ», ասաց Հարությունը, կանգնելով խոհանոցի մուտքի մոտ։ «Կարող ենք խոսել»։ Նա նրան նայեց մի փոքր անհանգիստ արտահայտությամբ։ Այդ տանը աշխատելու 5 տարիների ընթացքում նա երբեք չէր խնդրել խոսել։ Նրանց փոխազդեցությունները միշտ քաղաքավարի էին, բայց գործնական սահմանափակված տան կամ աշխատանքի վերաբերյալ գործնական հարցերով։ Իհարկե, պարոն Հարությունյան։ Ինչ-որ բան է պատահել։ Հարությունը նստեց խոհանոցի սեղանի մոտ, մի բան, որը նույնպես երբեք չէր արել։ Սիրանուշը մի պահ տատանվեց, նախքան հակառակ աթոռին նստելը, պահպանելով հարգալից, բայց ուշադիր կեցվածքը։ «Ես ուզում էի խոսել այն մասին, ինչ տեղի ունեցավ դպրոցում», սկսեց նա։ «Մանեի մասին»։ Սիրանուշը զգաց, որ սիրտը արագացավ։ Նա վերջին օրերն անցկացրել էր անհանգստանալով միջադեպի հնարավոր հետանքների մասին, պատկերացնելով, թե արդյոք իր աշխատանքը վտանգի տակ է, արդյոք ինքն ու դուստրը ստիպված կլինեն այլ տեղ փնտրել ապրելու համար։ «Պարոն Հարությունյան, եթե Մանեն ինչ-որ սխալ բան է արել, ես կարող եմ»։ «Ոչ», մեղմորեն ընդհատեց նրան Հարությունը։ Նա ոչ մի սխալ բան չի արել։ Նա արտասովոր բան է արել։ Եվ ես պետք է հասկանամ, թե ինչպես է 11-ամյա երեխան սովորել ունենալ մի քաջություն, որը շատ մեծահասակներ երբեք չեն զարգացնում։ Սիրանուշը մի փոքր թուլացավ, բայց դեռ շփոթված էր, թե ուր էր տանում այդ զրույցը։ «Մանեն միշտ վճռական աղջիկ է եղել», զգուշորեն ասաց նա։ «Փոքրուց նրան դուր չի գալիս անարդարություն տեսնելը»։ «Որտեղից է դա գալիս», հարցրեց Հարությունը։ Այդ ուժը, որ նա ունի, այդ վստահությունը, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Սիրանուշը զրույցի ընթացքում առաջին անգամ ժպտաց։ «Կարծում եմ, դա գալիս է պապիկիցս։ Մորս, հորից։ Նա մեծացել է, լսելով նրա պատմությունները»։ «Ինչ տեսակի պատմություններ»։ Սերժանտ Մանուկ Սարգսյան։ Նա ծառայել է հայրենական մեծ պատերազմում։ Միշտ ասում էր, որ կարևոր չէ, թե որքան մեծ է պայքարը, կարևորն այն է, թե որքան մեծ է քո համոզմունքը։ Հարությունը մի պահ լուռ մնաց, մշակելով տեղեկությունը։ Նա դեռ ողջ է։ Ոչ, պարոն։ Մահացել է, երբ Մանեն 7 տարեկան էր։ Բայց նա պահում է նրա մեդալները գանձի պես։ Միշտ ասել է, որ երբ մեծանա, ուզում է մի բան անել, որը կստիպեր նախապապին հպարտանալ։ Մեդալներն այստեղ են։ Տանը։ Այո, պարոն։ Այն սենյակում, որը մենք կիսում ենք հետնամասում։ Մանեն մի տուփ ունի, որտեղ պահում է նրա պարկները մի քանի լուսանկար։ Հարությունը տատանվեց, նախքան հաջորդ հարցը տալը։ Կարծում եք, նա ինձ ցույց կտա։ Սիրանուշը զարմացավ խնդրանքից, բայց Հարությունի արտահայտության մեջ մի բան կար, որը ստիպեց նրան գիտակցել, որ դա կարող էր մի ձով, որը նա լիովին չէր հասկանում։ Համոզված եմ, որ այո, պարոն Հարությունյան։ Մանեն սիրում է խոսել նախապապի մասին։ Կես ժամ անց Հարությունն իրեն գտավ տան հետնամասի փոքրիկ սենյակում, որը երբեք չէր այցելել այն 5 տարիների ընթացքում, երբ Սիրանուշն աշխատում էր իր համար։ Դա պարզ, բայց հարմարավետ տարածք էր, երկու լավ հարդարված մեկտեղանոց մահճակալներով, փոքր պահարանով մի գրասեղանով, որտեղ Մանեն անում էր իր տնային աշխատանքները։ Գրասեղանի վրա կար մի փոքր դարակ, դպրոցական գրքերով մի քանի պատմության գրքերով, որոնք ակնհայտորեն պարտադիր ծրագրի մաս չէին կազմում։ Այստեղ է, պարոն Հարությունյան, ասաց Մանեն, վերցնելով մի պարզ, բայց լավ պահպանված փայտե տուփ։ Մայրս միշտ ասել է, որ պետք է խնամքով պահեմ, որովհետև դրանք մեր պատմության մի մասն են։ Նա հարգանքով բացեց տուփը, բացահայտելով 3 զինվորական մեդալ, մի քանի դեղնած լուսանկար։ Առաջին մեդալը կարմիր աստղի շքանշանն էր, որը շնորհվում էր մարտերում բացառիկ խիզախություն ցուցաբերած մարտիկներին։
Երկրորդը հայրենական պատերազմի շքանշաններ։ Երրորդը հատուկ մեդալ էր, որը շնորհվել էր հրամանատարության կողմից մի հերոսական արարքի համար, որը փրկել էր վիրավոր զինվորների կյանքը թշնամու կրակի տակ։ Նա մարդկանց է փրկել, ասաց Մանեն ակնհայտ հպարտությամբ ձայնի մեջ։ Նույնիսկ երբ վտանգավոր էր, նույնիսկ երբ կարող էր մահանալ։ Մայրս միշտ պատմել է, որ նա ասում էր, թե կարոր չէ, հարուստ ես, թե աղքատ, հայ ես, թե ռուս, կարորն այն է, թե արդյոք դու անում ես ճիշտ բանը, երբ դա պետք է արվի։ Հարությունը նայեց լուսանկարներին։ Մեկում պատկերված էր զինվորական համազգեստով երիտասարդ զինվոր, նույն վճռական հայացքով, որը նա ճանաչում էր թոռնուհու մոտ։ Մյուսում պատկերված էր տարեց մանուկը, հպարտ արարողակարգային համազգեստով, շրջապատված ընտանիքով։ Վերջինը նրա այլ վետերանների խունացած լուսանկարն էր, բոլորը արտահայտություններով, որոնք խոսում էին փորձառությունների մասին, որոնք ձավորել էին ոչ միայն նրանց կյանքը, այլ նրանց բնավորությունը։ Նա ուշագրավ մարդ է թվում, ասաց Հարությունը, զգուշորեն վերադարձնելով լուսանկարները։ Այդպիսին էր, պատասխանեց Մանեն։ Մայրս միշտ ասում է, որ նա չի կռվել մեդալների համար։ Նա կռվել է արժեքների համար։ Եվ որ այդ արժեքները չեն մահանում մարդու հետ, դրանք փոխանցվում են առաջ, եթե ինչ-որ մեկը հոգ է տանում դրանք կրելու մասին։ Հարությունը երկար ժամանակ նայում էր մեդալներին։ Այնտեղ մի մարդու պատմությունն էր, որը ամեն ինչ վտանգի էր ենթարկել սկզբունքների համար, որը մայրցամաքներ էր հատել կռվելու ազատության մարդկային արժանապատվության համար։ Եվ այնտեղ նրա թոռնուհին էր, 11-ամյա մի աղջիկ, որը կիրառել էր այդ նույն սկզբունքները, պաշտպանելու դասընկերոջը։ Մանե, վերջապես ասաց նա։ Կարող եմ քեզ մի բան հարցնել։ Իհարկե, պարոն Հարությունյան։ Երբ տեսար, որ Գագիկին ճաշարանում վախեցնում են, վախեցար։ Նա ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ Այո, վախեցա։ Բայց մայրս միշտ սովորեցրել է ինձ, որ քաջությունը վախ չունենալը չէ։ Քաջությունը ճիշտ բանն անելն է, նույնիսկ երբ վախենում ես։ Հարությունը զգաց, թե ինչպես մի բան խորը շարժվեց իր կրծքի մեջ։ Դա մի զգացում էր, որը նա տարիներ շարունակ չէր զգացել, դեռ Նարինեի մահից առաջ, դեռ ցավից փախուստի միջոց դարձած աշխատանքի մեջ լիովին կորչելուց առաջ։ Դա հիացմունք էր, անկեղծ խորը, այս երեխայի հանդեպ, որը սովորել էր բնավորության դասեր, որոնք շատ մեծահասակներ երբեք չեն հասկանում։ Շնորհակալություն, որ սա ինձ ցույց տվեցիր, ասաց նա, վեր կենալով։ Որ պատմեցիր նախապապիդ մասին։ Երբ Հարությունը դուրս եկավ սենյակից վերադարձավ տան հիմնական մաս, նա իր հետ կրում էր ավելին, քան Սարգսյանների ընտանիքի պատմության մասին գիտելիք։ Նա կրում էր հարցեր իր սեփական կյանքի, իր կառուցած ժառանգության, այն մասին, թե ինչպիսի մարդ էր ուզում լինել։ Գագիկը դպրոցից եկավ քիչ անց, ամիսների ընթացքում առաջին անգամ Հարությունը հյուրասենյակում սպասում էր նրան։ Ինչպես անցավ դպրոցն այսօր, հարցրեց նա, հարցի մեջ մի անկեղծ ուշադրություն կար, որը Գագիկը երկար ժամանակ չէր լսել։ Լավ էր, պատասխանեց Գագիկը, դեռ չսովորած այն մտքին, որ ինչ-որ մեկն իսկապես ուզում էր իմանալ իր օրվա մասին։ Ես ճաշեցի Մանեի նրա ընկերների հետ։ Ինչպես քեզ զգացիր։ Գագիկը տատանվեց։ Նա սովոր չէր խոսել զգացմունքների մասին, հատկապես հոր հետ։ Բայց Հարությունի ձայնի տոնի մեջ մի տարբեր բան կար, մի բան, որը նրան քաջալերում էր անկեղծ լինել։ Սկզբում տարօրինակ էր, խոստովանեց նա։ Բայց նրանց համար կարևոր չէր, որ իմ ձեռքերը դողում են։ Նրանք պարզապես ուզում էին խոսել սովորական բաների մասին։ Ինչ տեսակի բաների։ Գրքերի։ Ֆիլմերի։ Դավիթը գիտական նախագիծ է կառուցում աստղագիտության մասին։ Նարեն կիթառ է սովորում։ Մանեն ուզում է իրավաբանություն սովորել, երբ մեծանա, որպեսզի պաշտպանի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում իրենց պաշտպանել։ Հարությունը ժպտաց։ Թվում է, թե նա արդեն սկսել է դա անել։ Գագիկը ծիծաղեց մի ձայն, որը Հարությունն այնքան երկար չէր լսել, որ գրեթե մոռացել էր, թե որքան լավ էր այն լսելը։ Հայրիկ, ասաց Գագիկը, հանկարծ ավելի լուրջ։ Ինչու չեղարկեցիր այն կարևոր հանդիպումը դպրոց գալու համար։ Հարցը Հարությունին անակնկալի բերեց։ Նա իրեն նույն հարցը մի քանի անգամ տվել էր վերջին օրերին, առանց կարողանալու լիովին ձակերպել պատասխանը։ Որովհետև, վերջապես ասաց նա, ես հասկացա, որ փողից ավելի կարևոր բաներ կան։ Եվ որ ես դա մոռացել էի երկար ժամանակ։ Այդ գիշեր, երբ Գագիկը քնեց, Հարությունը երկար ժամանակ մնաց իր տան պատշգամբում, նայելով քաղաքի լույսերին, որոնք ձգվում էին մինչ հորիզոն։
Նա մտածում էր Մանուկ Սարգսյանի մասին, մի մարդու, որը հավանաբար երբեք չէր ունեցել իր կուտակած հարստության մի մասնիկը, բայց որը թողել էր արժեքների մի ժառանգություն, որը շարունակում էր ձավորել կյանքեր իր մահից տասնամյակներ անց։ Նա մտածում էր Գագիկի մասին, որը վերջապես սկսում էր գտնել իր տեղն աշխարհում, ոչ թե իր տարբերություններին հակառակ, այլ ընդունվելով հենց այնպիսին, ինչպիսին կար։ Նա մտածում էր Մանեի մասին, 11-ամյա մի երեխայի, որը ցուցաբերել էր բնավորության մի ուժ, որը ամոթի էր մատնում շատ մեծահասակների։ Եվ նա մտածում էր իր մասին, այն մարդու մասին, որը դարձել էր, այն մարդու, որը կցանկանար լինել։ Տարիների ընթացքում առաջին անգամ Հարությունը սկսեց տեսնել այն հնարավորությունը, որ գուցե դեռ ուշ չէր խորը փոփոխությունների համար։ Գուցե դեռ ուշ չէր Նարինեի հիշատակը պատվելու համար, կառուցելով ոչ միայն հարստություն, այլ ավելի երկարատ մի բան։ Գուցե դեռ ուշ չէր բացահայտելու, թե ինչպիսի ժառանգություն էր իսկապես արժե թողնել հետում։ Դպրոցում փոփոխությունները շարունակվում էին նուրբ, բայց մշտական։ Մանեի Քաջարի պաշտպանության տեսանյութը շրջանառվել էր ոչ միայն աշակերտների շրջանում, այլ հասել էր որոշ ուսուցիչների ականջին, որոնք սկսել էին ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտների միջ իշխանության դինամիկային։ Բուլինգի դիմաց լռության մշակույթը սկսում էր փլուզվել, փոխարինվելով մի մթնոլորտով, որտեղ այլ աշակերտներ իրենց քաջալերված էին զգում խոսելու, երբ ականատես էին լինում անարդարությունների։ Ռուբենը դեռ չէր վերադարձել, լուրեր էին պտտվում, որ նրա ծնողները մտածում են նրան այլ դպրոց տեղափոխելու մասին։ Վարդանն ու Տիգրանը, առանց ընկերոջ առաջնորդության, նկատելիորեն ավելի քիչ ագրեսիվ էին դարձել, ավելի զգույշ իրենց փոխազդեցություններում այլ դասընկերների հետ։ Գագիկն ու Մանեն այժմ միասին էին քայլում միջանցքներով, ոչ թե որպես հայտարարություն կամ ապստամբության ակտ, այլ պարզապես որպես երկու երիտասարդներ, որոնք իրար մեջ գտել էին փոխադարձ հարգանքի ընդհանուր արժեքների վրա հիմնված ընկերություն։ Եվ Վահագնի առանձնատանը մի հզոր մարդ սկսում էր հարցականի տակ դնել ոչ թե այն, ինչ կառուցել էր, այլ թե ինչպես էր կառուցել, արդյոք դեռ ժամանակ կար գործարար հաջողությունը վերածելու ավելի մեծ մի բանի, որը կստիպեր 11-ամյա մի աղջկան պատերազմի վետերանի ուրվականին հպարտանալ։ Վերափոխման սերմերը ցանվել էին։ Հիմա ընդամենը ժամանակի հարց էր, որ դրանք աճեին ծաղկեին մի բանի մեջ, որը կփոխեր ոչ միայն անհատական կյանքեր, այլ այն բանի սահմանումը, թե ինչ էր նշանակում թողնել իսկապես արժեքավոր ժառանգություն։ Ճաշարանում տեղի ունեցած միջադեպից 3 շաբաթ անց Հարություն Հարությունյանը իր ընկերության վարչական խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց։ 34-րդ հարկի խորհրդակցությունների սենյակը լի էր Հարությունյան շինի գլխավոր գործադիրներով, խորհրդականներով, ներդրողներով, բոլորը հետաքրքրված, թե ինչ հրատապությամբ էին իրենց կանչել։ Հարությունը հազվադեպ էր նիստեր հրավիրում առանց նախապես ուղարկված մանրամասն օրակարգի, երբեք այն խորհրդածու արտահայտությամբ, որը նա այժմ կրում էր դեմքին։ Տիկնայք պարոնայք, սկսեց նա քայլելով դեպի ապակե պատը, որը Երանի համայնապատկերային տեսարանն էր բացում, այսօր ես ուզում եմ խոսել ժառանգության մասին։ Ներկաները հայացքներ փոխանակեցին։ Հարություն Հարությունյանը հայտնի էր իր շնորհանդեսներում ուղիղ օբյեկտիվ լինելով, կենտրոնացած թվերի, կանխատեսումների արդյունքների վրա։ Ժառանգության մասին խոսելը նրա սովորական գործնական բառապաշարի մաս չէր կազմում։ 17 տարի շարունակեց նա, մենք կառուցել ենք երկրի շինարարության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը։ Մենք կանգնեցրել ենք երկնաքերեր, արտրային համալիրներ, բնակելի թաղամասեր, որոնք վերասահմանել են մեր քաղաքների համայնապատկերը։ Մենք միլիարդավոր եկամուտ ենք ստեղծել, հազարավոր աշխատատեղեր։ Նա դադար տվեց, նայելով սեղանի շուրջ նստած յուրաքանչյուր մարդու։ Բայց ես ուզում եմ ձեզ հարցնել. ինչպիսի աշխարհ ենք մենք կառուցում բետոնից, պողպատից բացի։ Ինչպիսի հասարակության ձավորմանն ենք մենք օգնում։ Ինչ արժեքներ ենք մենք խթանում մեր գործողությունների որոշումների միջոցով։ Դոկտոր Ֆերդինանդ Կարապետյանը, խորհրդի նախագահը ավելի քան 1 տասնամյակ առաջ անցավ։ Հարություն, մեր սոցիալական պատասխանատվությունը միշտ օրինակելի է եղել։ Մենք հետում ենք բոլոր բնապահպանական նորմերին, պահպանում ենք աշխատանքային գերազանց պայմաններ, զգալիորեն նպաստում ենք հարկերի վճարմանը։ Դա բավարար չէ, ընդհատեց նրան Հարությունը, բայց ոչ կոպտությամբ։ Նրա ձայնի մեջ մի տարբեր բան կար, մի համոզմունք, որը գալիս էր գործարար ամբիցիայից ավելի խորը մի տեղից։ Համապատասխանությունը բնավորություն չէ։ Օրենքներին հետելը սկզբունքներ ունենալ չէ։ Եվ շահույթը չի կարող լինել միակ նպատակը մի ընկերության, որը ցանկանում է իսկապես դրական ժառանգություն թողնել։ Մարիանա Ռիբեյրոն, ֆինանսական տնօրենը, ձեռք բարձրացրեց։
Ինչ եք կոնկրետ առաջարկում։ Հարությունը վերադարձավ սեղանի մոտ, բացեց մի թղթապանակ, որը իր հետ բերել էր։ Ես առաջարկում եմ հիմնարար փոփոխություն մեր գործունեության ձի մեջ։ Էթիկայի անկախ հանձնաժողովի ստեղծում, որը իրավասու կլինի վետո դնել ընկերության ցանկացած նախագծի վրա, որը խախտում է հիմնարար բարոյական կամ սոցիալական արժեքները, նույնիսկ եթե այն շահութաբեր է։ Հաջորդած լռությունը խոսուն էր։ Սեղանի շուրջ նստած մի քանի մարդ կարծես մշակում էին այդքան արմատական առաջարկի հետանքները։ Այս հանձնաժողովը, շարունակեց Հարությունը, չի ենթարկվի տնօրինությանը կամ բաժնետերերին։ Այն կենթարկվի միայն սեփական խղճին մի շարք սկզբունքների, որոնք մենք միասին կսահմանենք, հիմնված պատվի, ազնվության սոցիալական պատասխանատվության վրա։ Եվ ով է նախագահելու այդ հանձնաժողովը, ակնհայտ թերահավատությամբ հարցրեց դոկտոր Ֆերդինանդը։ Սիրանուշ Սարգսյանը, հանգիստ պատասխանեց Հարությունը։ Սենյակով անցած շշուկն անմիջական էր։ Սիրանուշը ոմանց հայտնի էր որպես Հարությունի տնտեսուհի, բայց ոչ ոք չէր սպասում, որ նա կհիշատակվի վարչական խորհրդի նիստում։ Հարություն, զգուշորեն ասաց Մարիանան, ես տիկին Սարգսյանի դեմ ոչինչ չունեմ, բայց նա չունի գործարար փորձ կամ կառավարման ակադեմիական կրթություն։ Նա ունի կառավարման դիպլոմներից ավելի արժեքավոր մի բան, ընդհատեց նրան Հարությունը։ Նա ունի բնավորություն, բացարձակ ազնվություն։ Եվ նրան դաստիարակել է մի ընտանիք, որը հասկանում է արժեքների իրական իմաստը։ Նա վերցրեց երկրորդ թղթապանակը, բացեց այն, բացահայտելով սերժանտ Մանուկ Սարգսյանի լուսանկարների տեղեկությունների պատճենները։ Սիրանուշի պապը բարգատրվել է հերոսության համար հայրենական մեծ պատերազմում։ Նա վտանգի է ենթարկել սեփական կյանքը, փրկելու վիրավոր զինվորներին թշնամու կրակի տակ։ Նա այդ արժեքները փոխանցել է իր ընտանիքին, այդ արժեքները ձավորել են մի կնոջ, որը մեծացրել է մի դստեր, որը կարող է առանց տատանվելու դիմակայել անարդարություններին։ Հարությունը սկսեց պատմել դպրոցում տեղի ունեցածի պատմությունը, բաց թողնելով Գագիկի մասին անձնական մանրամասները, բայց շեշտելով Մանեի քաջությունը նրան մոտիվացրած սկզբունքները։ 11-ամյա մի երեխա, ասաց նա, 5 րոպեում ավելի շատ էթիկական առաջնորդություն ցուցաբերեց, քան շատ ընկերություններ ցուցաբերում են տասնամյակների գործունեության ընթացքում։ Եվ նա դա սովորել է մորից, որը սովորել է պապից, որն այդ արժեքներն ապացուցել է իրական մարտի դաշտերում։ Դոկտոր Ֆերդինանդը առաջ թեքվեց։ Եվ կոնկրետ ինչ իշխանություն կունենա այս հանձնաժողովը։ Բացարձակ վետոյի իրավունք ցանկացած նախագծի նկատմամբ։ Ցանկացած գործողություն հետաքննելու իրավունք։ Ընկերության քաղաքականության մեջ փոփոխություններ առաջարկելու իրավունք։ Եվ ամենակարևորը, Հարությունը խորը շունչ քաշեց, ես կհիմնեմ $50 միլիոն հիմնադրամ, ֆինանսավորելու հանձնաժողովի գործունեությունը աջակցելու սոցիալական նախագծերին, հատկապես կրթությանը, վետերանների ընտանիքներին աջակցությանը։ Թիվն անմիջական ազդեցություն ունեցավ։ 50 միլիոնը խորհրդանշական գումար չէր, այն զգալի ֆինանսական պարտավորություն էր, որը ցույց էր տալիս բացարձակ լրջություն։ Հանձնաժողովը կկոչվի սերժանտ Մանուկ Սարգսյանի անվան ինստիտուտ, հայտարարեց Հարությունը։ Ի պատիվ մի մարդու, որը հասկացել է, որ որոշ մարտեր արժեն սեփական կյանքից ավելին։ Հաջորդած 2 ժամերի ընթացքում եղան թեժ բանավեճեր, տնտեսական կենսունակության վերաբերյալ հարցեր, ներդրողների հաճախորդների արձագանքների վերաբերյալ մտահոգություններ։ Բայց Հարությունը պատասխան ուներ յուրաքանչյուր առարկության համար, մի համոզմունք, որը գալիս էր մի տեղից, որը նրա գործընկերները չէին կարողանում լիովին բացահայտել։ Վերջում, երբ քվեարկությունը կանչվեց, արդյունքը միաձայն կողմ էր։ Ոչ թե որովհետև բոլորը լիովին համոզված էին առաջարկի կենսունակության մեջ, այլ որովհետև նրանք ընդունում էին, որ Հարություն Հարությունյանը հիմնովին փոխվել էր, որ նրա տեսլականի դեմ խաղադրույք կատարելը երբեք խելացի ռազմավարություն չէր եղել։ Մինույն ժամանակ Մաշտոցյան վարժարանում Գագիկն ու Մանեն իրենց սեփական վերափոխումներն էին ապրում։ Նրանց միջ ընկերությունը ամրապնդվել էր մի ձով, որը զարմացնում էր երկուսին էլ։ Գագիկը բացահայտել էր, որ հետաքրքիր կարծիքներ ունի շատ հարցերի շուրջ, որ այլ մարդկանց դուր էր գալիս դրանք լսել։ Մանեն բացահայտել էր, որ այդքան խելացի բարի ընկեր ունենալը դպրոցի օրերն ավելի հետաքրքիր էր դարձնում։ Գագիկ, ասաց նա դասամիջոցին, մինչ նրանք միասին գիտության առաջադրանք էին կատարում այն ծառի տակ, որը դարձել էր խմբի սովորական վայրը, երբեք մտածել ես, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս։ Գագիկը ուշադիր քննեց հարցը։ Մինչ մի քանի շաբաթ առաջ, նրա ապագայի պլանները մշուշոտ մռայլ էին։
Գոյատել դպրոցում, ինչ-որ կերպ չհիասթափեցնել հորը, գուցե աշխատել ընտանեկան ընկերությունում, եթե կարողանար լիակատար սոցիալական աղետ չդառնալ։ Կարծում եմ, ուզում եմ ինժեներ դառնալ, ասաց նա, զարմանալով սեփական ձայնի վստահությունից։ Բայց ոչ հայրիկիս պես։ Ես ուզում եմ կառուցել բաներ, որոնք օգնում են մարդկանց։ Հիվանդանոցներ, դպրոցներ, տներ կարիքավոր ընտանիքների համար։ Դա հիանալի է, ասաց Նարէ Հովհաննիսյանը, որը նկարում էր արեգակնային համակարգի դիագրամը։ Դուք երկուստ էլ ուզում եք օգնել մարդկանց։ Մանեն, իրավաբանությամբ, դու՝ ինժեներիայով։ Իսկ դու, հարցրեց Դավիթ Պետրոսյանը։ Դու ինչ ես ուզում անել։ Ես ուզում եմ ուսուցչուհի դառնալ, պատասխանեց Նարեն։ Տիկին Մարինեի պես։ Ես ուզում եմ երեխաներին սովորեցնել աշխարհի մասին, թե ինչպես նրանք կարող են այն ավելի լավը դարձնել։ Իսկ դու, Դավիթ, հարցրեց Մանեն։ Տիեզերագնաց, ասաց նա, ծիծաղելով։ Կամ եթե դա չստացվի, գուցե գիտնական։ Ես ուզում եմ նոր բաներ բացահայտել տիեզերքի մասին։ Դա պարզ զրույց էր երեխաների միջ, բայց մի հզոր բան կար այնցի մեջ, թե ինչպես էին նրանք խոսում ապագայի մասին։ Ոչ միայն անձնական հաջողությունների կամ անհատական ձեռքբերումների մասին, այլ իրենցից ավելի մեծ մի բանի մեջ ներդրում ունենալու մասին։ Գագիկը մի հուզմունք զգաց, որը երկար ժամանակ պահանջվեց բացահայտելու համար։ Դա հույսն էր։ Հույս, որ ապագան կարող էր լինել ոչ միայն տանելի, այլ իսկապես լավ։ Հույս, որ նա կարող էր լինել ոչ միայն հայտնի մարդու որդի, այլ սեփական արժեք ունեցող մեկը։ Մեկ շաբաթ անց արտասովոր մի բան տեղի ունեցավ։ Տնօրեն Իզաբելլա Գրիգորյանը ողջ դպրոցի ընդհանուր ժողով հրավիրեց։ Աշակերտները, ուսուցիչները, աշխատակիցները, որոշ ծնողներ հավաքվել էին գլխավոր դահլիճում, հատուկ հայտարարության համար։ Տիկնայք պարոնայք, սկսեց նա, այսօր մենք պատիվ ունենք ընդունելու մի շատ հատուկ մարդու, որը եկել է անելու մի հայտարարություն, որը, կարծում եմ, կնշանավորի մեր հաստատության պատմությունը։ Հարություն Հարությունյանը բարձրացավ բեմ մի կեցվածքով, որը համատեղում էր գործարար իշխանությունը մի նոր բանի, անկեղծ խոնարհության հետ, որը ներկաներից քչերն էին տեսել նախկինում։ Մաշտոցյան վարժարանի աշակերտներ, ասաց նա, նրա ձայնը հեշտությամբ հասնում էր մինչ դահլիճի հետի շարքերը, մի քանի շաբաթ առաջ ես այս դպրոցում ականատես եղա արտասովոր քաջության ակտի։ Մի աշակերտուհի դիմակայեց անարդարությանը, երբ բոլոր մյուսները, այդ թվում մեծահասակները, լուռ մնացին։ Գագիկը զգաց, որ դեմքը տաքացավ, երբ հասկացավ, որ մի քանի մարդ նայում են իր ուղղությամբ։ Մանեն պահպանեց ուղիղ կեցվածքը, բայց նույնպես անհարմար զգաց ուշադրությունից։ Այդ արարքը ինձ ստիպեց խորհել, թե ինչպիսի հասարակություն ենք մենք կառուցում, ինչ արժեքներ ենք մենք փոխանցում հաջորդ սերնդին, շարունակեց Հարությունը։ Եվ ինձ ոգեշնչեց կայացնել մի որոշում, որը շատ ավելին է, քան այս դպրոցը։ Նա բացատրեց սերժանտ Մանուկ Սարգսյանի անվան ինստիտուտի ստեղծման, էթիկայի հանձնաժողովի, իր ընկերության պարտավորության մասին, գործելու շահույթից բացի այլ սկզբունքների հիման վրա։ Բայց այս ամենը սկսվեց այստեղ, ասաց նա, ուղիղ նայելով Մանեին։ Մի երիտասարդ աղջկա հետ, որը իր ընտանիքից սովորել է, որ որոշ մարդեր պարզապես պետք է մղվեն, անկախ հետանքներից։ Դահլիճում լիակատար լռություն էր։ Այդ պատճառով Հարությունը խորը շունչ քաշեց, ես կցանկանայի հայտարարել, որ հրավիրել եմ Սիրանուշ Սարգսյանին, Մանե Սարգսյանի մորը իմ տան տնտեսուհուն 5 տարի շարունակ, նախագահելու սերժանտ Մանուկ Սարգսյանի անվան ինստիտուտը զբաղեցնելու ցմահ տեղը, Հարությունյան շին ի վարչական խորհրդում։ Դահլիճով անցած շշուկին հաջորդեցին ծափահարություններ, որոնք սկսվեցին երկչոտ աճեցին, դառնալով ոտնկայս ծափահարություն։ Գագիկն առաջինը ոտքի կանգնեց, նրան հետեց Մանեն, հետո ընկերների ողջ խումբը, աստիճանաբար ողջ դպրոցը։ Սիրանուշը, որը նստած էր առաջին շարքում արցունքներն աչքերին, վեր կացավ, երբ Հարությունը նրան հրավիրեց միանալու իրեն բեմում։ Սերժանտ Մանուկ Սարգսյանը, ասաց Հարությունը, երբ ծափահարությունները մարեցին, կռվել է հեռավոր մարտի դաշտերում, պաշտպանելու ազատության մարդկային արժանապատվության արժեքները։ Նրա թոռնուհին այդ նույն արժեքների համար պայքարում է ամեն օր, հենց այստեղ մեր մեջ։ Եվ նրա մայրը կյանքը նվիրել է մի անձնավորության դաստիարակմանը, որը կարող է փոփոխություն բերել աշխարհում։ Նա շրջվեց դեպի Սիրանուշը։ Տիկին Սարգսյան, ընդունում եք այս պատասխանատվությունը։ Ընդունում եք օգնել փոխակերպելու ոչ միայն մի ընկերություն, այլ գուցե այն ձը, թե ինչպես կարող են բիզնեսներ վարվել այս երկրում։
Սիրանուշը նայեց իր դստերը հանդիսատեսի մեջ Գագիկին, որը ժպտում էր անկեղծ հպարտությամբ, մի ամբողջ դպրոցի, որը ծափահարում էր ոչ միայն գործարար որոշման, այլ այն ընդունման, որ բնավորությունն ավելի արժեքավոր էր, քան ցանկացած այլ որակավորում։ Ընդունում եմ, պարզապես ասաց նա։ Ի պատիվ պապիս, իմ ընտանիքի բոլոր այն երեխաների, որոնք արժանի են մեծանալ մի աշխարհում, որտեղ ճիշտ բանն անելը միշտ գնահատված ընտրություն է։ Հաջորդած ծափահարությունները տեցին 5 ամբողջ րոպե։ Հաջորդող ամիսներին փոփոխությունները խորն ու տական էին։ Սերժանտ Մանուկ Սարգսյանի անվան ինստիտուտը վետո դրեց Հարությունյան շին ի 3 նախագծերի վրա, որոնք շահութաբեր էին, բայց էթիկապես կասկածելի։ Հաստատեց ֆինանսավորեց 2 դպրոցի կառուցումը կարիքավոր համայնքներում վետերանների վերականգնողական կենտրոնի։ Գագիկը ծաղկեց մի ձով, որը ոչ ոք, նույնիսկ ինքը, չէր պատկերացրել։ Ձեռքերը դեռ դողում էին, միշտ էլ կդողային, բայց հիմա նա այդ տարբերությունն օգտագործում էր դասընկերներին բացատրելու համար, որ մենք բոլորս ունենք յուրահատուկ առանձնահատկություններ, որոնք կարող են լինել ուժեղ կողմեր, ոչ թե թուլություններ։ Նա դարձավ մաթեմատիկայի կամավոր կրկնուսույց ավելի փոքր աշակերտների համար, բացահայտելով, որ դասավանդելը մի բան էր, որը նրան իսկապես երջանիկ էր դարձնում։ Մանեն դարձավ բնական առաջնորդ դպրոցում, ոչ թե հանրաճանաչության կամ սոցիալական ազդեցության միջոցով, այլ այն հարգանքի միջոցով, որը նա վաստակել էր, միշտ պաշտպանելով այն, ինչ ճիշտ էր։ Այլ աշակերտներ սկսեցին հետել նրա օրինակին, ստեղծելով մի մշակույթ, որտեղ բուլինգը դիմակայվում էր, ոչ թե անտեսվում։ Հարությունը վերածվեց այնպիսի հոր, որը միշտ ուզել էր լինել, բայց երբեք չգիտեր ինչպես։ Նա սկսեց ամեն երեկո ընթրել Գագիկի հետ, օգնել տնային աշխատանքներին, իսկապես լսել, երբ որդին խոսում էր իր օրերի, երազանքների, վախերի մասին։ Տունը, որը նախկինում լուր թանգարան էր, դարձավ տուն, որտեղ ծիծաղն ու զրույցները փոխարինեցին զգացմունքային դատարկությանը։ Սիրանուշը բացահայտեց, որ բնատուր տաղանդ ունի էթիկական առաջնորդության համար։ Նրա որոշումները ինստիտուտում միշտ լավ հիմնավորված էին, նրա հետաքննությունները մանրակրկիտ, բայց արդար, նրա առաջարկությունները գործնական, բայց սկզբունքային։ 6 ամսում այլ ընկերություններ սկսեցին նրա հետ խորհրդակցել նմանատիպ էթիկայի հանձնաժողովների ներդրման վերաբերյալ։ Գագիկի Մանեի միջ ընկերությունը խորացավ մի ձով, որը գերազանցում էր սոցիալական կամ տնտեսական տարբերությունները։ Նրանք միասին էին սովորում, կիսում ապագայի մասին երազանքները, աջակցում միմյանց դեռահասության բնորոշ մարտահրավերների միջոցով։ Ավելի կարևորը, նրանք կառուցեցին փոխադարձ հարգանքի ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններ, որոնք կծառայեին որպես ամուր հիմք ողջ կյանքի համար։ Ճաշարանում տեղի ունեցած միջադեպի առաջին տարելիցին Մաշտոցյան վարժարանը սահմանեց Մանե Սարգսյանի անվան քաղաքացիական արիության մրցանակ, որը շնորհվում էր ամեն տարի այն աշակերտին, որը բացառիկ ազնվություն էր ցուցաբերում, պաշտպանելով այլ դասընկերների։ Առաջին մրցանակակիրը 6-րդ դասարանի մի տղա էր, որը պաշտպանել էր լսողության խնդիրներ ունեցող դասընկերուհուն դաժան մեկնաբանություններից։ Հարությունը, դիտելով մրցանակաբաշխության արարողությունը, մտածեց, թե ինչպես է որդու բարեկեցության մասին իսկապես հոգ տանելու միակ որոշումը առաջացրել վերափոխումներ, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Գագիկն այլս մենակության անվստահության կողմից հետապնդվող երեխա չէր, այլ վստահ երիտասարդ, որն իր տարբերություններն օգտագործում էր որպես կամուրջներ, կապվելու այլ մարդկանց հետ, ովքեր նույնպես իրենց օտարված էին զգում։ Մանեն այլս պարզապես տնտեսուհու անտեսանելի դուստրը չէր, այլ երիտասարդ առաջնորդ, որին հարգում էին դասընկերներն ու մեծահասակները իր արժեքների գործողությունների մեջ հետողականության համար։ Եվ ինքն այլս մի մարդ չէր, որը շփոթում էր ֆինանսական հաջողությունը անձնական իրականացման հետ, այլ մեկը, որը բացահայտել էր, որ իսկական ժառանգությունը կառուցվում է հարաբերությունների, սկզբունքների աշխարհում դրական փոփոխություններ անելու քաջության միջոցով։ Այդ գիշեր, երբ Գագիկն անում էր իր տնային աշխատանքները, իսկ Մանեն խոհանոցում օգնում էր մորը ընթրիք պատրաստել, Հարությունն իրեն նորից գտավ պատշգամբում, նայելով քաղաքի լույսերին։ Բայց այս անգամ, անանուն մեգապոլիս տեսնելու փոխարեն, նա տեսնում էր մի վայր, լի ավելի լավ բան կառուցելու հնարավորություններով։ Նա մտածեց սերժանտ Մանուկ Սարգսյանի մասին, մի մարդու, որին երբեք չէր ճանաչել, բայց որը խորապես ձևավորել էր իր կյանքը, ընտանիքին թողած արժեքների ժառանգության միջոցով։ Նա մտածեց 11-ամյա մի աղջկա արտասովոր քաջության մասին, որը փոխել էր ոչ միայն իր որդու կյանքը, այլ մի ամբողջ ընկերության ուղեգիծը։ Եվ նա մտածեց ապագայի մասին ոչ միայն տնտեսական աճի կամ գործարար ընդլայնման տեսանկյունից, այլ այն տեսանկյունից, թե ինչպիսի աշխարհ կժառանգեին Գագիկն ու Մանեն, արդյոք նա կարող էր հպարտանալ այն դերով, որը խաղացել էր այն կառուցելու գործում։
Քաղաքի լույսերը փայլում էին որպես երկրային աստղեր, յուրաքանչյուրը ներկայացնելով կյանքեր, երազանքներ, վերափոխման հնարավորություններ։ Եվ Հարությունը գիտեր, որ տարիների ընթացքում առաջին անգամ նա իսկապես խաղաղության մեջ էր ոչ միայն նրա հետ, ինչ ձեռք էր բերել, այլ նրա հետ, ում դարձել էր։ Այն, ինչ սկսվել էր որպես դաժանության ակտ դպրոցական ճաշարանում, ավարտվեց որպես բարության, քաջության վերափոխման մանիֆեստ։ Մի աղջիկ ոտքի կանգնեց, երբ բոլորը նստած էին։ Եվ մի լուր ժեստով փոխեց ոչ միայն մի տղայի կյանքը, այլ մի դպրոցի, մի ընկերության, մի մարդու իշխանության կառուցվածքը, որը սովորեց, որ ամենամեծ ժառանգություններն այն են, որոնք կառուցվում են սրտով։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գագիկի Մանեի նրանց ընտանիքների ճանապարհորդությունը խորապես հուզել է ձեր սրտերը։ Եթե այս պատմությունը հույզեր է արթնացրել, եթե դուք որևէ կերպարի մեջ ճանաչել եք ձեր սեփական պայքարների կամ երազանքների մի մասնիկը, թույլ մի տվեք, որ այս փորձառությունն աննկատ անցնի։ Դրեք հավանում, որպեսզի մենք կարողանանք շարունակել բերել պատմություններ, որոնք բացահայտում են քաջության բարության վերափոխող ուժը։ Բաժանորդագրվեք ալիքին, որովհետև մենք ամեն օր պատրաստում ենք այսպիսի պատմություններ, որոնք ուսումնասիրում են այն, ինչ ամենախորն ու ճշմարիտն է մարդկային հոգում։ Եվ մեկնաբանություններում պատմեք մեզ, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել, որ կերպարն է ամենաշատը հուզել ձեր սիրտը, կամ գուցե կիսվեք քաջության մի պատմությամբ, որը դուք ինքներդ եք ապրել կամ ականատես եղել։ Յուրաքանչյուր պատմված պատմություն ոգեշնչման սերմ է, որը ցանվում է աշխարհում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ մենք կրկին միասին կսուզվենք մարդկային փորձառության խորքերը, բացահայտելով, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունի ոչ միայն մեր սեփական կյանքը, այլ մեր շուրջը գտնվող բոլորի կյանքը փոխակերպելու կարողությունը։